Պարոն նախագահ, մինչև գնալը մի քանի հարցի պատասխանեք, այնպես է ստացվել, որ Փաշինյանը նախորդ տարի Արևմտյան Հայաստան եւ Արևմտյան Ադրբեջան տերմինների միջև էր հավասարության նշան դնում, հիմա այս տարի փաստացի Արևմտյան Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև բնակչության վերադարձի տեսակետից այս համատությունները ինչ են արվում եւ հասով հետո հիմա օրակարգում բայց ես այնքան հերոսներ ունեմ ուրիշ հարցում Պարոն Սարգսյան, քաղաքական ուժերն ասում են, որ եկեղեցու դեմ այս պայքարը նաեւ մեր ինքնության դեմ պայքար է։ Ինչ է կարծում, քաղաքական ընդդիմադիր ուժերը չպետք է հակապետական ընթացքի դեմ կանգնեն, թե ոչ պետք է հետևեն։ Ամենայն դեպս ես չեմ կարծում, որ բոլոր ընդդիմադիր ուժերը դες հետևում են կամ դրանից հաշիվ են ստանում։ Այո, այդ խնդիրը կա միասնական պայքար մղելու, բայց ցավոք դեռևս չի ստացվում։ Հիմա դուք ուզում եք, որպես ես ուրիշների նման ընդդիմադիրների նկատեմ։ Չէ, օրինակ հանրապետական կուսակցությունը եկեղեցու դեմ արշավ է, պարոն Սարգսյան, ամեն կիրակի մի եկեղեցի գնում է պատարագիչների խումբը։ Կարող է ձեր երիթևը, չգիտեմ, հանրապետականները գնալ, որպեսզի պաշտպանություն եկեղեցու, թեկուզ հնչեցնել կաթողիկոսյանուն, ինչպես մեկ-երկու երիտասարդներ են անում եկեղեցու։ Կարծեմ, թե դուք տեղյակ չեք իրադարձություններից, հենց այստեղ ես հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք վերապառի հորդորով ցանկացած գործողություն։ Դա իմ հարցերի պատասխանեք Ուրեմն լավ չեք լսել։ Բա ասել ենք, մենք սպասում ենք հորդորի, մենք ինքնագլուխ եկեղեցու հետ կապված որևէ գործողություն չենք անելու։ Իսկ 3 առաջ օրը դրանից 4 օր առաջ, եթե դուք չեք նկատել հատկապես ձեր մշակ մեր երիտասարդական կառույցի գործողությունները, ապա ցավոք սրտի երևի մենք ենք մեղավոր, որ չենք ռեկլամում մեր գործողությունները։ Պարոն նախագահ, հիմա էլ Ադրբեջանից ասում են Հայաստան ԵՄ փաստաթուղթն է խանգարում խաղաղության գործընթացին, հետո էլ ինչը պիտի խանգարի, ասում են այդ փաստաթուղթում նշվում է արցախցիների փախստականների իրավունքի մասին, ռազմագերիների մասին ու մեզ խանգարում է։ Բայց ես ինչ իմանամ, ինչ խանգարի։ Դուք ո՞նց եք վերաբերում սենց հայտարարություններին։ Մի բան հնարեն խանգարի, ասենք ձեր կարծիքով հիմա խաղաղություն են հաստատում, երկու կողմը գնում են այդ ուղղությամբ, ինչ որ բան դա ասում են էլի։ Հեսա տեսնենք։ Ինչ ասես ասում են, 44 օր չէին ասում, հաղթում ենք։ Ինչ ասես ասում են էլի։ Այսինքն իրանց ասելը չեմ կարծում, որ տենց մեծ նշանակություն պետք է ունենա, էլի։ Ես չեմ ասում իրանց ասած ինչ պետք է հակադարձել եւ այլն, բայց բոլոր դեպքերում բոլոր ասածներին չի որ պետք է հավատալ, էլի։ Պարոն նախագահ, եւ նաեւ բանակցային փաթեթի մասին ձեր մանրամասն վերլուծության անդրադառնանք, դուք ձեր շեշտադրումները արեցիք, ամեն դեպքում հակառակ կողմից պատասխանում են, դե հարց լուծողեք, մինչև 2018-ը կարող եք լուծել։ Այդ նույնն է, երբ որ ես ընդհանրապես տենց բաներ չեմ սիրում, բայց համատություն պետք է անեմ, էլի, երբ որ կանանցից պահանջեն, որ 5 ամսում երեխա ինչու չեն ունենում, այդ մոտավորապես նույնն է։ Այսինքն հետո է ժամկետ դրել, թե ինչ ժամկետում դա պետք է լուծվի։ Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի լուծվի դրականորեն։ Իսկ ինքը այդ են մալադեց ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց։